Ընկերներ ջան, շարունակենք մեր հանդիպումը, ինչքան փորձում եմ ժամանակի մեջ տեղավորվել, որ կարողանանք 1:45 րոպեի մեջ տեղավորվել, էլի ժամանակը չի բավականացնում, բայց շարունակենք, կփորձեմ այս երկրորդ 45 րոպեի մեջ կամ մի քիչ ավելի շուտ ավարտել։ Գնամ ցուցադրելու վարժությունների շարունակությունները, մի քանի օրինակ ևս, ուրեմն այստեղ վարժությունը կրկին անգամ ներկայացնեմ, Ընկեր Միրզոյան, այո, Ենոքյան Անահիտը չի կարողանում մտնի կընդունեք։ հա, հիմա փորձեմ, շարունակենք մեր աշխատանքը, ուրեմն տեսեք ընկերներ ջան, այստեղ շարունակում եմ վարժությունը ստեղծելու քայլաշարը ներկայացնել, գնանք դարաբոդած упражнение կոճակով այն ստեղծելու տարածք եւ էլի վերնագիր եմ տալիս, ենթավերնագիր չէ, բնութագրական ինչ-որ հատված ու հարցն եմ ձևակերպում, թվարկվածներից որն է համակարգչի հիմնական սարք, տարբերակներ եմ ներկայացրել, որոնցից միայն մեկ տարբերակն է ճիշտ լինելու, էական չի, թե ես ինչ տարբերակներ կգրեմ, բայց մեկ տարբերակը, որը պիտի համապատասխանի իմ տված հարցին, եւ այսպես կազմել եմ, տեսնում եք, այստեղ վերևում ինքը միավորներ է հատկացնում այդ հարցերին, այդ ով է ուզում միլիոնատեր, աստիճանաբար գնալով հարցերը կարող եք բարդացնել ավելի բարձր միավորներ վերցնելու համար։ Բնականաբար, ինչքան միավորները բարձր պիտի հատկացվեն, այնքան ավելի բարդ հարցեր եք առաջադրում սովորողներին, տարբերակները ներկայացնում եք ու վերջում պահպանում ենք մեր աշխատանքը, կարող եք էլի ոգևորիչ արտահայտությունը ճիշտ առաջադրանքը կատարելու համար ներկայացնել, գնանք խաղալու արդյունքը տեսնելու համար, ինչպես են երեխաները արդյունքը տեսնելու։ Ինձ պահանջում է նորից մտնել հարթակ, ուրեմն հարցը տրվում է թվարկվածներից որն է համակարգչի հիմնական սարք, այստեղ ներկայացնում եմ ցուցարկիչ, ճիշտ պատասխանը գույնով երևում է կանաչ գույնով եւ միավորներ են տրվում, ներկայացվածներից որն է արտացման սարք, ես սխալ մուտքագրում անեմ, տեսեք որ արդյունքը ինքը գույներով տարբերակում է միաժամանակ ցուցադրելով ճիշտ պատասխանը եւ միավոր չի հատկացնելու ու շարունակենք, պահանջում է, որ նորից սկսեմ, տեղերով տարբերակների փոփոխել է, որն է արտացման սարք, պլոտեր, ու այսպես հարցերը հաջորդաբար իրենք կերևան ու այս հարցերին պատասխանելով երեխաները եւ կսովորեն եւ իրենց հետաքրքիր կլինի ուրախ տրամադրությամբ իրենք այդ գիտելիքը կստանան։ Ընկեր Միրզոյան, կներեք, ես նոր ձեզ լսելով սարքեցի, ով ես դառնա միլիոնատեր։ Հիմա վերջում որ ասում զավերջից, որ արդեն զավերջից տամ ինքը պահպանվելու է իմ էջում խաղը։ Պահպանվելու է, ինքը Ինչ որ քայլեր պետք է պահպանվելու է մայի տվարինյա իմ աշխատանքները, այս հատվածում ինքը պահպանվելու է, ես հիմա հետ եմ գնում, այստեղից դուրս գամ, իհարկե, ինքը մինչև վերջ որ ճիշտ պատասխանեն, վերջում էլի կեցես, ապրես ու այսպես խաղը կվերջանա։ Գնացինք մայի տվարինյա, այս ցանկում ձեր ստեղծած բոլոր առաջադրանքները երևալու է, ժողովուրդ ջան, դուք այստեղ հենց միայն այնտեղ որ տալիս եք սախրանից упражнение, այս ցանկում ինքը տեսանելի է դառնում։ Այստեղ ասեմ նաև, որ կարող եք ստեղծել թղթապանակներ, ըստ դասարանների առաջադրանքները, կարող եք դասավորել թղթապանակներում, պարզապես պետք է թղթապանակը ստեղծելուց հետո անուն եք տալիս ձեր, ենթադրենք 7-րդ դասարանի համար եմ ստեղծում թղթապանակը ու
Այս առաջադրանքները Պասմա սրահում մարդ կա։ ես արդեն տեսա։ Ես մի փոքր շտապողական եմ խոսում, ուզում եմ, որ նաև այդ փազլներ այսօր ներկայացնեմ։ Այդ փազլը ինքը շատ հետաքրքիր հարթակ է, երբ որ տեսանյութը մենք դարձնում ենք ինտերակտիվ։ Այս վարժությունների հետ կապված, եթե հարցեր ունեք, խնդրեմ ուղղեք, եթե ոչ, փորձենք մյուս հարթակի հնարավորությունը դիտարկել։ Հարցեր չկան, ընկերներ։ Ոչ։ Բայց այսպիսի մի հատ հարց հետաքրքիր կլինեն իրանք կօգտագործեք դուք ձեր աշխատանքների ընթացքում դասերի համար ինչ-որ վարժություններ կստեղծեք դրանցով։ Անպայման ժամանակի ընթացքում կօգտագործենք ուղղակի Այո, ժամանակապահ։ անպայման։ Ուզում եմ հասկանալ ներկայացված գործիքները այնուամենայնիվ կկիրառեք։ Անպայման։ Թեկուզ ժամանակի ընթացքում քիչ-քիչ ծանոթանալով իրենք էլի եմ ասում շատ հեշտ են վարժությունները խաղերը ստեղծելու շատ հեշտ է։ Հա, իմիջիայլոց հարթակների մեծ մասը տենց սահմանափակումներ անում են, ես այս պահին հստակ հնարավոր է չկարողանամ ասեմ, թե Learning Apps-ը օրվա մեջ քանի առաջադրանք է թույլատրում, որ ստեղծեք, բայց եթե այդ տվյալ օրը չի թողնում, փորձեք հաջորդ օրերին, էլի թողնելու է։ Learning Apps-ի հնարավորություններ, թույլտվություններ ինքը շատ է տալիս։ Ուրիշ հարթակներ կան, որոնք ամսվա կտրվածքով շատ քիչ տարբերակներ են թողնում։ Wordwall-ն էլ է այդպես քիչ է թողնում։ Հա, Wordwall-ը քիչ է թողնում, ստիպված ենք ուրիշ օգտահաշվով նորից էլի բացել, մտնել հարթակ, օգտագործել։ Ես Canva-ի համար ասեմ, ուրեմն Canva-ով խաղ էի ստեղծել, օգտագործելով իր արհեստական բանականության հնարավորությունը, շատ լավ խաղ է ստեղծում, իսկապես շատ հրաշալի խաղ է ստեղծում ինքը, եւ դու պրոմպտը տալիս ես, ասենք մի քիչ մանրամասն ներկայացնում ես, որ դասարանի համար ինչ թեմայի, ինչ առարկայից, քանի րոպե խաղալու համար, մոտավորապես քանի հարց ընդգրկի ինքը, ու այդ ծավալից կախված ամսվա մեջ թողնում է 2 կամ 3 խաղ ստեղծել, կախված ծավալից։ Դե տենց սահմանափակումներ կան հարթակներում։ Ես դրա համար էի ասում ուսուցիչներով, եթե նույն առարկան դասավանդող ուսուցիչները իրանց աշխատանքներով փոխանակվեն, շատ լավ կլինի։ Այսպես ընկերներ ջան, ես շարունակության համար կուզեմ այդ փազլը ներկայացնել, գնանք այդ փազլի հնարավորությունները ուսումնասիրելու, հասցեն գրենք այստեղ հասցեի դաշտում։ Եկեք ես փորձեմ, ինձ մոտ միանգամից բաց է հարթակը, բայց սա ես կուզեի մեկ ուրիշ օգտահաշվով հենց սկզբից գրանցումով գնանք, լավ, փոխեմ իմ օգտահաշիվը եւ 0-ից փորձեմ գրանցվելով այսպես քայլարշարը հատիկ ներկայացնեմ։ Տեսեք, այստեղ կարող ենք փոխել լեզուն, փոխենք լեզուն ռուսերենով, մի քիչ ավելի հեշտ կլինի, չնայած ինձ համար անգլերեն շատ ավելի հեշտ է երևի։ Ինչ անեմ, ընկերներ ջան, ես փոխեմ ռուսերենով անենք, թե թողնեմ անգլերենով։ Անկեղծն ասած կուզեի անգլերենով մնար, գիտեք ինչի համար, ռուսերենով դուք կփոխեք, ռուսերենով կկարողանաք օգտագործել, բայց անգլերեն տերմիններին կուզեի ծանոթացնել, որ ասենք թեկուզ դիրքերով այդ բառերը հեշտ կկողմնորոշվեք, ուրիշ տեղերում հանդիպելու եք, նաև այդ բառերն էլ սովորեիք, էլի, դրա համար չգիտեմ, չեմ կողմնորոշում, ձեզ ոնց հարմար կլինի, թողնեմ անգլերեն, թե փոխեմ ռուսերենի վրա աշխատենք։ Անգլերեն թողնա։ Անգլերենով։ Թողնենք անգլերենով, շատ ավելի լավ։
Ուրեմն այստեղ գրանցվում ենք, եթե արդեն գրանցված եք ուղղակի լոգին եք լինում, եթե չէ, պարզապես այստեղ ներքևում կապույտ կոճակով գրանցում ենք անում, ինքը հարցնում է, որպես ինչ ես ուզում մտնել հարթակ, այս հարթակը կիրառել, նշենք որպես ուսուցիչ, այստեղ որպես ուսանող, գիտեք ինչի համար է պետք, եթե դուք ստեղծելու եք դասարան, հարթակը այդ հնարավորությունը տալիս է, եթե դասարան եք ստեղծելու, աշակերտներ եք ներառելու, այնտեղ դասարան ստեղծելու երկու հնարավորություն է տալիս, սովորական կլասիկ դասարան, որտեղ պետք է ձեր աշակերտները այսպես իրանք էլ մտնեն, գրանցվեն որպես ուսանող, պետք է գրանցված լինեն, որ դուք կարողանաք ներառել ձեր դասարաններում, բայց ունի նաև երկրորդ տարբերակը, բաց լսարանի տարբերակ, որտեղ պարտադիր չի, որ սովորողները գրանցում ունենան, բոլոր դեպքերում մենք գրանցվելու ենք որպես ուսուցիչ, դուք այստեղ սա կարող եք նաև ձեր էկրանների վրա միացնել ու բոլորով միասին խաղալ, պարտադիր չի ուղարկել աշակերտներին, դուք հենց միանգամից ձեր դասի ժամանակ, նյութը ուսուցանելու ժամանակ կարող եք նախապես ուրեմն վերցնում եք որևէ տեսանյութ, ամենայն հավանականությամբ դա YouTube-ից կվերցնեք երևի, այդ տեսանյութը վերցնում եք ձեր դասին թեմային հարմարեցված ինչ-որ նյութ բացատրական և այդ տեսանյութը մենք հատված առ հատված կտրտելու ենք, դադարեցնելու ենք ու այդ բացատրության հետ կապված հարցադրումներ ենք ուղղելու սովորողներին, այս աշխատանքի իմաստը դրանում է կայանում, շարունակության համար մեզ հարցնում է ինչպես շարունակեմ գրանցումը, եկեք հարմար տարբերակ է շարունակենք Google հաշվով և այստեղ նշենք դեպի ներքև, ասենք, որ ուզում ենք շարունակել Google հաշվով, ինձ մոտ ընդունեմ այս տարբերակը, տալիս եմ շարունակություն, անուն ազգանուն ավտոմատ ինքը ֆիքսում է իմեյլի հետ միասին, մենք այստեղ պիտի գաղտնաբար մուտքագրենք, կամ ինքը գեներացնում է, հնարավոր է նաև իր գեներացրած գաղտնաբառը վերցնել, պարզապես ես միշտ ձգտում եմ գոնե 8 նիշից ավելի նիշեր պարունակի իմ գաղտնաբառը, մեծատառ, փոքրատառ, սիմվոլներ, թվանշաններ և երկրորդ տողը կթողնեք բաց, այստեղ ուղղակի նշում կատարեք համաձայնության, իր կանոններին համաձայնվում ենք և գնում ենք ստեղծելու օգտահաշիվ, կարող եք տալ պահպանել, որպեսզի ամեն անգամ դուք այդ գաղտնաբառերը չներառեք, չգրեք, այստեղ տեսեք ընկերներ, այստեղ հարցնում է կարող եք նշել ձեր դպրոցի անվանումը, հայերենով էլ հենց կարող եք նշումը կատարել, ինչի համար է այստեղ կան դպրոցներ, որոնց ուսուցիչներից արդեն գրանցված են, վարժություններ ստեղծել են, ընդեղ իրանց արդեն ստեղծած աշխատանքներն էլ են ցանկում երևում, ես կգրեմ իմ դպրոցը, արդեն ցանկում երևում է, կարող եք նաև ցանկից ընտրել, տանք շարունակել, հարցնում է, թե որ դասարանների համար եք դուք պլանավորում աշխատանքներ կատարել հարթակում, դե այստեղ ճիշտն ասած ինտերվալով չի ներկայացնում, մի առանձին տարբերակ է տալիս, որևէ մեկը կվերցնեք, առարկան ինչ առարկա եք դասավանդելու, ինչ առարկայից եք ստեղծելու առաջադրանքները և տանք շարունակություն, ուրեմն հարթակի ընդհանուր տեսքը այսպիսին է, տեսեք ձախ մասում, երբ որ արդեն ունենաք առաջադրանքներ ստեղծանք, ինքը պահպանվելու է my content, այս հատվածում է պահպանվելու, եթե ուզենաք հետագայում դասարաններ ստեղծել, որը կարծում եմ սկզբնական շրջանում չեք անելու, բայց բոլոր դեպքերում ինքը AS պլյուս կոճակով է կատարվելու, դե դա հետոյի համար, իսկ ներքևի հատվածում երևում են արդեն ինչ-որ ստեղծված առաջադրանքներ, որոնք
էլի կարող եք, ինչպես Learning Apps-ը ուներ բավականին մեծ բազա, այստեղ էլ կան արդեն աշխատանքներ, կարող եք նաև ստեղծվածներից օգտվել։ Տեսեք, մենք ինչպես ենք ավելացնում աշխատանք, add new եւ տարբերակները առաջարկում, այստեղ ընտրենք վիդեո տեսանյութ ստեղծելու տարբերակը, առաջին տարբերակով տեսանյութը մենք ավելացնելու ենք։ Տեսեք, վերևի գրվածքային դաշտում ես կբերեմ այստեղ, եթե դուք ունենալու եք համակարգչից ներբեռնելու, կարող եք ներբեռնելու ճանապարհով գնալ, այստեղ ներբեռնելու ճանապարհով ցուցադրել, թե ձեր տեսանյութը համակարգչում որտեղ է գտնում կնշեիք եւ կվերբեռնեիք այստեղ, իսկ ես այս պարագայում YouTube-յան հղում կտեղադրեմ այստեղ, 1 րոպե, ես արդեն 1-2 տեսանյութ նախապատրաստել եմ, փորձեմ այդ տեսանյութերից այդ հղումները վերցնեմ, այս հղումները տեղադրեմ, 1 րոպե։ Ենթադրենք այս տեսանյութը, լավ, փորձենք սրա վրա աշխատել։ Տեղադրեցի հղումը այս վերևի գրվածքային դաշտում, Enter-ով իրան տեղափոխում եմ հարթակ եւ ինչ ենք մենք այստեղ տեսնում։ Տեսեք, մեր տեսանյութը արդեն երևում է հարթակի տարածքում, ներքևի հատվածում արդեն իր ամբողջ ընթացքը մենք վարքյաններով կտեսնենք միացնելու պարագայում, որտեղ որ անհրաժեշտ է վարքյաններով կդադարեցնենք, հարցերի մուտքագրումներ կանենք։ Կարող ենք նաև այս հարթակը օգտագործել տեսանյութից, եթե մենք կարիք ունենք ինչ-որ հատվածներ հեռացնելու, կտրելու հնարավորություն է տալիս, որը հիմա մենք չենք անի, ինքը կարողանում է նաև ձայնագրություն կատարել էկրանից, դա էլ չենք անի հիմա, որովհետև առավել եւս եթե մենք YouTube-յան հղում ենք դնում, ինքը այդ հղումների համար չի աշխատում այս գործիքը, մենք աշխատելու ենք question այս հարցեր կազմակերպելու գործիքով։ Տեսեք, հնարավորություն է տալիս աջ մասում բացում է հնարավորություն հարցերի տեսակներ ավելացնելու համար, բայց միացնենք ուրեմն մեր տեսանյութը դիտենք, անհրաժեշտ հատվածում դադարեցնելու ենք, հարցը ավելացնենք։ Պատկերացնենք, սա նախապես դուք կազմակերպելու եք եւ պատրաստի աշխատանքը արդեն դասարանում սովորողների մոտ միացնելու եք, հարցերը ներառած հետը միանգամից։ Փորձենք լսել։ Ողջույն սիրելի աշակերտներ, ես Մարիամն եմ։ Այսօր մենք միասին նոր թեմա ենք ուսումնասիրելու։ Մեր առաջին թեման, ինչպես տեսնում եք, խոսքի մասերն են։ Ուրեմն այսպես, խոսքի մասեր, դրանք շատ են, բայց քանիսն են։ 10։ Մենք ունենք 10 խոսքի մաս։ Այս 10 խոսքի Տեսեք, այստեղ կարող եք, հենց այստեղ էլ կարող եք դադար տալ, ենթադրենք հարցնել երեխաներին, այդ թվի մասին, քանի խոսքի մաս ունի հայոց լեզուն, բայց այսքան փոքր հատվածի համար ես օրինակ ինքս գտնում եմ թող մի քիչ անցնի, որոշակի բովանդակություն փոխանցվի երեխաներին, հետո հարցումներ կազմակերպվի։ մասը մեկ խմբում չեն գտնվում։ Դրանք բաժանվում են 3 հիմնական խմբի, ըստ իրենց իմաստային առանձնահատկության։ Խոսքի մասերի 3 հիմնական խմբերն են։ Առաջինը՝ նյութական իմաստ ունեցող, երկրորդը՝ քերականական իմաստ ունեցող եւ երրորդը՝ վերաբերմունքային իմաստ ունեցող։ Ինչպես տեսնում ենք, առաջին խմբում ավելի շատ խոսքի մասեր կան։ Դրանք նյութական իմաստ ունեցող խոսքի մասերն են։ Եկեք անդրադառնանք դրանց։ Տեսնենք, որոնք են դրանք։ Գոյական, ածական, թվական, բայ, մագբայ։ Եվս մեկ անգամ նյութական իմաստ
ունեցող խոսքի մասեր. գոյական, ածական, թվական, բայ, մագբայ։ Ինձ թվում է, այստեղ չնայած կարելի է մի փոքր Շատ լավ։ անցնել, Որն է մեր հաջորդ խումբը։ Հաջորդ խումբը քերականական իմաստ ունեցող խումբն է։ Այստեղ մենք տեսնում ենք ընդամենը երկու խոսքի մաս, որոնք իրենց անուններով բավականին նման են, այսինքն մենք դրանք կարող ենք շատ հեշտ հիշել. կապ եւ շաղկապ։ Եվ երրորդ խումբը վերաբերմունքային իմաստ ունեցող բառերն են։ Դրանք եւս երկուսն են. վերաբերականներ եւ ձայնարկություններ։ Եկեք տեսնենք, թե ինչու են 10 խոսքի մասերը բաժանվում 3 հիմնական խմբերի։ ես այս հատվածում, ասենք, կմտածեմ դադարեցնել, երբ որ արդեն պատկերը փոխվել է, այլևս չեն երևում խմբերը, հարցը կտեղադրեմ արդեն, բազմակի ընտրությամբ այս հարցի տարբերակը կընտրեմ, ենթադրենք այստեղ այսպեսի մի հատ հարց կձևակերպեմ, քանի խմբի են բաժանվում, խոսքի մասերը, Կամ կարելի է, որ խմբի խոսքի մասերն են ավելի շատ։ թեկուզ, դա արդեն ինչպես կուզեք ձևակերպումները կտակ, չէ, այստեղ քանի խմբի են բաժանում, երևի այսպես պետք չէր, ավելի ճիշտ կլիներ, ինչ խմբերի են բաժանվում, հա, խոսքի մասերը, կամ խոսքի մասերը, Որ խմբի խոսքի մասերն են ավելի շատ։ Խոսքի մասերի ներառման ինչ խմբեր կան, հա, խմբեր կան, մոտավորապես այսպես ձևակերպեցի, լավ, տեսեք, որը որ ճիշտ եք համարելու, ճիշտ խմբի անվանումն եք դնելու, այստեղ այս կանաչ բծիչկան սեղմելու եք, ենթադրենք կան, ինչ խմբեր կան, ըստ իմաստային, հա, նշանակության։ Եվ այստեղ ես գրեմ, ենթադրենք նյութական, հաջորդը, ինչքան հիշում եմ, քերականական, մի հատ այստեղ դնեմ, որը ճիշտ չի լինի, այսինքն սխալ կլինի, ճիշտը չեմ նշի, այստեղ ենթադրենք վերաբերական, ավելացնեմ, ճիշտ տարբերակը վերաբերմունքային էր, չէ, ինչքան հիշում եմ, վերաբերողական, կարող եմ հետ վերադարձնել, այստեղ վերաբերմունքային, հա, պարզապես վարքյանները պտի ճիշտ ընտրենք, որ ճիշտ տեղում կանգնի, էլի, տեսանյութը միացնելու ժամանակ։ Ենթադրենք այսպես, մի հարց այստեղ այսպես ֆիքսեցինք, շարունակությունը լսենք, այստեղ նշում է կատարվում, որ այստեղ ընդհատված է տեսանյութը։ Առաջին խումբ։ Այ չէ, կներեք, այստեղ պետք է միացնեի։ Նյութական իմաստ արտահայտող խոսքի մաս։ Բայց կարող եմ նաև էլի հարց ավելացնել, ինչպես էիք առաջարկում հարցը ձևակերպելու։ Այստեղ առաջարկություն կար, լավ, եկեք ես ձևակերպում անեմ, երկրորդ տարբերակով մի հատ էլ ձևակերպում անեմ, հարց, որ խմբիներ
պատկանում, ենթադրենք ածական խոսքի մասը։ Ու սա թողնում ենք սովորողները իրենք պիտի պատասխանեն արդեն, իրենք բառով պիտի ուղղակի պատասխանեն։ Կա նաև երրորդ տարբերակը հարցում, այս հարցումը այն տարբերակն է, երբ ասենք դուք մի քանի տարբերակներ եք դնելու, կազմակերպելու եք այդպիսի հարց, որ մի քանի տարբերակներ եք դնելու, այդ տարբերակները կարող եք բոլորն էլ ճիշտ ներկայացնել, պարզապես տեսնել երեխաներից քանի հոգի են այդ տարբերակների ընտրությունները կատարում, ենթադրենք տարբերակներից որ մեկը քանի հոգի է ընտրում, գրաֆիկորեն տեսանելի է լինելու։ Շարունակենք մի փոքր լսել։ Մասերն են։ Տեսնենք ինչու։ Նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը ցույց են տալիս նյութական աշխարհի առարկաներն ու երևույթները, նշում են դրանց բազմապիսի հատկանիշները։ Մի փոքր առաջանցնեմ եւ այստեղ սահմանումներն ա ներկայացնում խոսքի մասերից, այստեղ օրինակներ ա բերում, մի հարց էլ այստեղ ձևակերպենք ու փորձենք արդյունքը նայել։ Ոչ, մենք պետք է օգտվենք գոյականի Վերադառնամ գոյականի մասին է խոսում։ Գրեթե ցանկացած առարկա իր, որը չի շարժվում, գործողություն չի կատարում, գոյական է։ Ահա տեսնենք, թե ինչ օրինակներ եմ ընտրել ես ձեզ համար։ Ինչպես տեսնում եք նկարում, առաջին նկարում մենք չունենք ընդհանրապես մի գոյական, այլ մեկ նկարում ունենք տարբեր գոյականներ։ Նշեմ, որ նկար բառը նույնպես գոյական է։ Տուն, ծառ, խոտ։ Եվ երկրորդ պատկերում մենք ունենք անձրև, ծաղիկ, ցող գոյականները։ Որպեսզի հասկանանք, թե որոնք են գոյականները, առանց տրամաբանելու օրինակ, առանց միանգամից գլխի ընկնելու, այլ ավելի հստակ պատկերացնելու համար, արդյոք այս բառը գոյական է թե ոչ, մենք պետք է օգտվենք գոյականին պատկանող հարցերից։ Դրանք են ինչ էր եւ ովքեր։ Հարցերից մենք արդեն կարող ենք ենթադրել, որ գոյականները բաժանվում են երկու հիմնական խմբի։ Դրանք են իրանիշ եւ անձնանիշ գոյականները։ Արդեն խմբերի անունները հուշում են։ Եկեք այստեղ հարց ավելացնենք։ Ենթադրենք գոյականների ինչ խմբեր կան, հա, ինչ տեսակներ ավելի ճիշտ, հա, ասենք, ինչ տեսակներ կա։ Հայոց լեզվի մասնագետները ինձ կողեն երևի իրանիշ գոյականներ, ասենք երևույթանիշ գոյականներ, ես սխալ տարբերակ եմ գրում, այստեղ կհանեմ արդեն այս կանաչ ծիճկան, կավելացնեմ այստեղ անձնանիշ գոյականներ, և կպահպանեմ աշխատանքը ու եկեք էլ շարունակությունը չնայենք, ուղղակի սկզբից գնանք այս աշխատանքը, տեսեք տալիս ենք ֆինիշ, գնանք աշխատեցնելու, տեսնենք ինչպես է երևում արդյունքը։ Այստեղ նշումների արված երկու հարցումներ այստեղ է կատարվել և մեկ հարցում այստեղ է կատարված, դուք կարող եք ավելի շատ կտորների բաժանել։ Ես Մարիամն եմ։ Այսօր մենք միասին նոր թեմա ենք ուսումնասիրելու։ Մեր առաջին թեման, ինչպես տեսնում եք, խոսքի մասերն են։ Ուրեմն այսպես, խոսքի մասեր։ Ես մի փոքր առաջ կտամ։
Շատ լավ։ Որն է մեր հաջորդ խումբը։ Հաջորդ խումբը քերականական իմաստ ունեցող խումբն է։ Այստեղ մենք տեսնում ենք ընդամենը երկու խոսքի մաս, որոնք իրենց անուններով բավականին նման են, այսինքն մենք դրանք կարող ենք շատ հեշտ հիշել։ Կապ եւ շաղկապ։ Եվ երրորդ խումբը վերաբերմունքային իմաստ ունեցող բառերն են։ Դրանք եւս երկուսն են՝ վերաբերականներ եւ ձայնարկություններ։ Եկեք տեսնենք, թե ինչու են այս խոսքի մասերը բաժանվում 3 հիմնական խմբերի։ Տեսնում եք, ընդհատվում է, մեր կազմած հարցը արդեն տեսանելի է եւ այս հատվածում երեխաները կարող են արդեն պատասխանել հարցերին ու եթե դուք այս հղումը, ընդ որում եթե հղումը փոխանցելու եք երեխաներին, պիտի այս տարբերակի վրա, վիդեո պրևյուի տարբերակի վրա այս հղումը այստեղից վերցնեք, փոխանցեք երեխաներին, որպեսզի իրենք կարողանան աշխատել այս տեսանյութի հետ։ Իրանք հետո էլ կարող են ուսումնասիրել, պատասխանել եւ եթե դուք դասարան ունենաք ստեղծած, երեխեքը այս նշումները կատարելուց հետո այստեղ ակտիվանում է submit կոճակը ու այդ submit-ով կարող են պատասխանները ուղարկել ձեզ։ Եվ հարցերին պատասխանելուց հետո նորից էլի կարող եք շարունակել տեսանյութը, ենթադրենք նյութական, քերականական, վերաբերմունքային, գնացինք շարունակությունը տեսնելու, եթե սխալ պատասխան նշած լինենք, այստեղ ինքը սլաքով ցույց էր տալու, որ ունենք սխալ, Առաջին խումբը գնացինք շարունակությունը տեսնելու, նորից էլի երկրորդ հարցը, որ ես այստեղ ընդհատում էի տվել, որ խմբին է պատկանում ածական խոսքի մասը, այստեղ երեխաները պետք է գրառում կատարեն, ենթադրենք ածականը նյութական խմբին էր պատկանում եւ այնուհետև կպատասխանեն, կուղարկեն պատասխանը, շարունակում ենք տեսանյութը նայել։ Տեսնենք ինչու։ Մի փոքր առաջ կավելացնենք, անցնենք ու հասնենք երրորդ հարցին, որը որ մենք ձևակերպել ենք այստեղ։ Ինչ է եւ ովքեր։ Հարցերից մենք արդեն կարող ենք ենթադրել, որ գոյականները բաժանվում են երկու հիմնական խմբի։ Դրանք են իրանիշ եւ անձնանիշ գոյականները։ Արդեն խմբերի անունները հուշում են, որ ու հարցը այստեղ նորից էլի գոյականների ինչ տեսակներ կան, իրանիշ գոյականներ, երևույթանիշ գոյականներ, անձնանիշ գոյականներ, ենթադրենք ես սխալ պատասխան նշեմ այստեղ, տեսնենք ինչպես է երևալու արդյունքը, այստեղ ցուցադրվում է, որ պատասխանը սխալ է եւ ճիշտ պատասխանները կանաչ սլաքներով արդեն տեսանելի են դառնում։ Ու որ իրանիշ գոյականները ցույց են տալիս շարունակության մեջ կարող եք էլի ինչքան անհրաժեշտ է, քանի տեղից անհրաժեշտ է, դուք կարող եք, ընկերներ ջան, ձեր տեսանյութը հարցերի քանակները ավելացնել, մի քիչ բովանդակությունը ավելի հարստացնել ու այսպես այդ puzzle-ի հարթակը այդ լավ հնարավորությունը տալիս է, երբ որ դուք տեսանյութը կարող եք դարձնել ինտերակտիվ եւ էլի օգտագործել իմաստի ընկալման փուլի համար։ Այսքանը կուզեմ լսել հարցեր, ունենք հարցեր այս թեմայի հետ կապված։ Ոչ, մենակ շատ հետաքրքիր էր։ Ընկեր Միրզոյան, շատ հետաքրքիր էր, մինչև կկազմենք, հարցեր լինի կդիմենք։ Ես պատրաստ եմ, միշտ էլ կարող եք ինձ դիմել, ցանկացած պարագայում կօգնեմ։ Ընկերներ ջան, այսպես ասեմ, ես կուզեմ հետ վերադառնալ մեր դասընթացի հարթակ, ինձ թվում է երևի մեր երկրորդ ժամանակն էլ շուտով արդեն կսպառվի, որպեսզի կարողանամ նաև ասել էլի մեր անելիքները ինչեր պիտի կարողանանք հասցնել այս շաբաթվա համար, մենք փոքրիկ հանձնարարություն ունենք կատարելու, կխնդրեմ, որ հարթակում ակտիվ լինեք, դուք այդ տեղադրված նյութերը ուսումնասիրեք, այնտեղ քայլաշարերով տրված են գործիքները, տեսանյութ է ներկայացված, որ էլի այդ puzzle-ի նման գործիք է, կարող եք օգտագործել այս